Չես տենց նայում։ Տխրել եմ։ Ինչի համար։ Դեռ չես գնացել, բայց արդեն կարոտում եմ քեզ։ Դե այդ պապան դեռ ասում է։ Կարող է պատահի, որ ընդհանրապես ոչ մի տեղ էլ չգնանք։ Լույս ես տալիս ինձ։ Եսի։ Ես էլ իմ։ Ազի մի հարազատ մարդ եմ գտել։ Մի քաղցր հուշ են էլ սենց, հա։ Հեչ լավ չստացվեց։ Լսրան է։ Չէ, դու ինձ լուրջ չես ընդունում։ Այսքան ժամանակ ես քեզ հեչ հարազատ չդարձա։ Նույնիսկ չափից շատ հարազատ դարձար։ Լավ միտք ունեմ։ Ես եմ գալի ձեր հետ։ Անգամ ես չգիտեմ, թե մենք ուր են գնում, ինչի համար։ Դու ոնց գաս։ Այդ նորմալ է, որ մարդ չգիտի հաջորդ րոպեին իր հետ ինչ է լինելու։ Դու ինչ ես ուզում ես բոլորից առաջ անցնել ու ամեն ինչ իմանալ։ Ասում ես տխուր ես, բայց լավ էլ կատակնել ես անում, հա։ Բա ինչ անեմ։ Ուզում եմ չցրվել, մոռանալ, որ չցանդեմ։ Ինչ է։ Իմ գնալը։ Մեր շուրջ ապրող անասունները։ Ինչ ա եղել։ Դու պետք է ինձ ասես, երեք գիշերը հյուրեր եք ունեցել, հա։ Փաստորեն պապան քեզ մենակ իրան մեկնելու մասին չի, հա, պատմել։ Չնայած մի կողմից ուրախ եմ, որ մեկնում եք։ Ունետ անասուն ընտանիքից հեռու կմնաս։ Ես չեմ գնա մինչև այդ աղբորը սպանողին չպատժեմ։ Այդ որդին, այդ արյուն խմող մակաբույծին։ Դու հանգիստ խղճով գնա, այդ թող ինձ վրա։ Դե հա էլի, մնմա դու խառնվեր այդ պատմությանը, ու վերջում քեզ էլ կորցնեմ գորիս պես։ Ոչ մի բան էլ չի լինի հանգիստ եղի։ Լևն ինձ ազատություն տվել, ասել է ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես պատժի դրան։ Մանավանդ, որ իմացով ես վերջում ինչ արել ինձ հետ, ընդհանրապես ասեց դու գիտես ինչ ուզում ես արա։ Ինչ ա արել քեզ։ Հիշում ես այն քաղմասի պատմությունը։ Հա, այն որ ինչ-որ աղջկա։ Սաղը լպրծուն լակոտի արած գործն ինքն է սարքել։ Ոնց մտածում ես մահը երբեմն փրկություն ա լինում։ Ինչ-որ պատժից խուսափելու միջոց։ Ես չեմ ուզում, որ դա մեռնի։ Ես ինչ-որ ավելի վատ բան եմ ուզում իր համար։ Գորի վրեժը ես հաստատ իրանից լուծել եմ, դու հանգիստ եղի։ Ես էլ չեմ ուզում, որ դու խառնվես այդ պատմությանը։ Ալո։ Դեռ հանդիպման ես ընկերուդ հետ։ Հա, Լև, ինչ ես հարցնում։ Կարող եմ միանալ ձեզ։ Միանալ մեզ։ Մի վախեցի, մի բաժակ սուրճ պիտի հյուրասիրես։ Ընկերուհիդ էլ ինձնից նեղացած չի գնա։ Հենց հիմա հետ դարի, նստի մեքենա դու գնա։ Ձենդ կտրի, ինչ ես արել տղուս։ Երեք բանից քեզ ասում եմ, որ տղուսը տեղյակ չեմ։ Բայց այդ քեզ չի երիքում։ Պետք է գնաս աղջկաս բողոքես ու սխալ ինֆորմացիա տաս։ Գլուխս մի տար, ուր ա տղես։ Ժամանակ չունեմ ես քո հետ վատնելու։ Ուր ես տղուս պահում։ Քեզ դուր ա գալիս մտածել, որ տղետ ինձ մոտ ա, մտածի։ Տղես քեզ մոտ ա, ու իզուր խաղեր մի տուր։ Որտեղ են ապացուցները, որ ես եմ տարել տղուտ։ Եթե ես տարածելնեի տղուտ, ինքը հիմա ողջ չէր լինի։ Տարել ես, դու ես տարել, ու ինքը ողջ ա, ես անձամբ եմ հետը խոսացել, ու ինքը ասել ա, որ քո շներն են տարել իրան։ Հիմա էլի սրանից հետո կասես, որ քո մոտ չի տղես։ Տղուտ հեռախոս որտեղից։ Ես ասել էի ձեռից վերցնեմ։ Դու լրիվ չափերդ անցել ես, Ալիկ։ Ես չափ երբ եմ ունեցել, որ կորցնեմ էլ։ Ալիկ, հենց հիմա տանում ես ինձ տղուս մոտ։ Ես եմ ու չտարա։ Ինչ ես անելու։ Ես հիմա հետդ գլուխ ցավացնելու ժամանակ ու հավես չունեմ։ Ինձ ասում եմ տանում ես տղուս մոտ ու դրանից հետո պատասխան կտաս։ Ինչ պատասխան ես սպասում ինձանից։ Հա։ Պատասխանը ակնհայտ է։ Ոնց կարող էր մեկը խաբել ու դավաճանել իմ աղջկան ու առանց պատժվելու ապրել։ Ոնց։ Իմ վլադն էլ կորած տղա չի։ Ու դու այդ լավ գիտես։ Ու տենց իզուր ես վարվել հետը։ Այդ որտեղ էր գրված, որ քո տղեն իմ աղջկա հետ կվարվի ինձ ոնց որ ուզում է։
ու չի պատժվի։ Մենք այդ շատ ենք քննարկել, Ալիկ, ու դու գիտեիր, թե ես ինչքան ոգևորված էի մեր երեխեքի ամուսնության համար։ Գնա տուն։ Այսօր տղուտ կտեսնես։ Ես տուն գնացողը չեմ, ու եթե ուզում ես գլուխդ ինձնից ազատել, հենց հիմա պիտի տեսնեմ տղուս։ Ես մարդկանցից հեշտ եմ ազատվում։ Ես էլ, Ալիկ։ Ու գիտես ես ինչ կանեմ տղուս համար, եթե իրան մի բան եղավ, ու դու իզուր ոտդ մի դիր, ու մի սեղմի ցավոտ տեղին։ Կգնաս տուն ու կսպասես տղուտ։ Չէ, Ալիկ, ես կգամ քեզ հետ, ու իմ աչքի առաջ տղուս բաց թողնել կտաս։ Այդ ինչով է կտես զբաղված, որ դրա ձեռը հեռախոս անգնում։ Արժեր քեզ ոտերի տակ գցել այդ հեռախոս թռցնելու համար։ Դե բամ ես սպասում գցի։ Խելոք, մենք Ալեքս Եթրակիչից ուրիշ հրաման ունենք։ Դուք մենակ հրաման կատարող եք, ես մոռացել էի։ Որ խնդրեմ ձեռդ կքաշես։ Ոնց ես, դες։ Որ դու եկար արդեն լավ եմ, պապ ջան։ Հա, ոչ մանեցիք։ Ես էլ անհամբեր սպասում էի։ Ինչ են արել քո հետ։ Ոչ մի բան, ուզում էին սպանեին։ Պապայի տեսարար հայնացար։ Պետք չի։ Դուք դեռ իմ տարածքում եք։ Դու էլ պապատ էլ։ Ու հանկարծ կարողանենց լինի, որ երկուսդ էլ մնաք իմ տարածքում։ Ես քո խաղերով չեմ խաղում, Ալիկ։ Ես հիմա տղուս կտանեմ, բայց որ հետո հանդիպենք, խոսեմ հետդ։ Այդ ինչ պետք է խոսենք։ Գնացինք արագ պապստեղից։ Տղդ լավ առաջարկ արեց։ Գնացեք ադա։ Ալիկ, մենք դեռ կհանդիպենք։ Եթե ուրիշ երկիր չեք գնում, մենք դեռ շատ կհանդիպենք։ Թե այս դեպքից հետո հայրու որդի կարողա փախուստի դիմեք։ Այս դեպքից հետո կարողա դու որոշես փախնել։ Ես ձեր փոխարեն կգրակեի։ Ալեքս Եթրակիչ, մենք տենց է չհասկացանք հեռախոսը ոնց հայտնվեց իր մոտ։ Ազատված եք բոլորդ աշխատանքից։ Դուրս։ Ժան, ավել լավ է ես գնամ։ Քեզ ինչ է թվում, որ ես քեզ պետք է թողնեմ գնաս։ Դե չեմ ուզում այդ մարդուն տեսնեմ։ Ադամեն, ես չանես հենց այսօր տեղափոխվեմ ձեր տուն ու մնամ այնքան միջավ պապատ կա։ Նի։ Եթե լի սկսեց այն մարդասպանին պաշտպանել, ես չեմ լռելու։ Այդ էս զգուշացնում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Հենց ոչինչ, լավ ենք, վատ որ չենք։ Մենք չենք շփվում։ Ես հիշաչար մարդ չեմ։ Շատ ավելի լավ։ Աստորան ոնց ֆառում ենք քո բախտն ա բերում։ Սուրճ կամ ուրիշ ինչ կուզես։ Չէ, ոչինչ։ Ժան, ես ուզում եմ արդեն գնամ։ Ուր։ Ուզում ես որ Ժանոն մտքում ինձ մի երկու լավ բան ասի։ Դու հիմա Ժանոյին ավելի ես պետք, քան ես։ Լև, Ինչ։ Կարող է այդպես չի։ եթե ճիշտ է այդպես է, անամոն որ Ադամոնը ուզում է երկրից գնալ։ Ոնց։ Ուր։ Դեռ չգիտեմ։ Լավ է որ չգիտես։ Ոչ մի տեղ էլ չես գնա։ Եվ ինչ ես ասում։ Իմ գնալու համար ես ձեր թույլտվությունը պիտի ունենամ։ Չէ, բայց մնալու համար դու այստեղ սեր ունես։ Ժանոն քեզ չի ասել ինչքան է քեզ սիրում։
Ես գիտեմ, որ ինքը ինձ շատ է սիրում։ Լև, լավ է, Արա, բայց դու հետարքիր տղա ես, հա, ինչն է լավ։ Այս աղջիկը մտածում է, թե դեռ մանկության տարիների սերն է քեզ մոտ։ Սեր չես խոստովանել։ Չես ասել ինչքան ես սիրում։ Ինձ որտեղ պատահում է, ասում ես սիրում եմ, գժվում եմ, ինձ կգցեմ, կսպանեմ։ Պարզվում է, բան չես ասել։ Աղջիկը տաննա, Որ մեկի հետ ես։ Կարմենի, Հա, հազիվ հանգստացել է, բարկացրել եմ։ գնա ասա, որ Վլադետ ազատության մեջ է, ավելի կհանգստանա։ Ալիկ, ես այդպես էլ չհասկացա, Կարմենի մեղադրանքները տեղին էի։ Կարմեն, էս ինչ է քո վիճակը, դու քեզ հարգում ես вообще։ Նույնիսկ ես, որ այդքան մեծ հետաքրքրություն եմ տածում հակառակ սերի նկատմամբ, ինձ երբեք էս վիճակին չեմ հասցնում։ Դրանք արժանի չեն, հասկանում ես, դրանք արժանի չեն, որ իրանց համար արցունք թափվի։ Դրանք բոլորը դեբիլ են, անկախ դիրքից ու տարիքից։ Բրծար, խնդրում եմ էլի, Ոյն Վլադիկը դեբիլ չի, մյուս անգամ իրան չվիրավորես։ Քո Վլադիկը ամենավատն է, ու դու հիմա տարապում ես ամենավատ տղայի համար, էդ իմացի։ Մի քիչ հարգի քեզ։ Մատուշկա, իմ անգին մատուշկա, այդ խոսալու բան կա։ Այ դուրակ, ես քո երեսը չեմ ուզում տեսնել, ուր մնաց հետդ խոսեմ։ Դե լավ, ես գնամ, մի քիչ գործեր ունեմ, անհետաձգելի։ В общем-то, եթե անկեղծ ոչ մի գործել չունեմ, գնամ, ձեզ մենակ թողնեմ, չխանգարեմ։ Սերը համարձակություն է սիրում։ Նավշակի մեկ-մեկ նկարին նայեք։ Այս քո սիրելի Լևը լրիվ գժվել է։ Ինչի սուս մնացիր։ Թողեցիր, որ կար մեր վրա ծիծաղեր ու գնար։ Մարդը հավեսով եկավ մեր վրա ծիծաղեց ու գնաց։ ինքը մեզ վրա չէր ծիծաղում։ Դե իհարկե ոնց կլինի, որ դու իրան չպաշտպանես։ Ինքն ասեց են, Ինչ խելքին փչեց։ իր բոլոր ասածները իմ սրտով էին։ Ժան, ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես։ Ես էլ Չհասկացող ձևանալու ամենահեշտ բանն է։ Բայց մենք երկուս էլ հասկացանք, թե ինձ սիրո մասին էր իմ խոսքում։ Դու ինձ չես սիրում, ես գիտեմ, որովհետև սիրտդ տվել ես մոտ անարժան մեկին։ Իսկ ես քեզ սիրում եմ։ Բայց ցավ եմ ապրում, որ այդ սերը փոխադարձ չի։ Ու կարող է հնարավորություն չունենամ թեկուզ քեզ հեռվից մոտ լինելու։ Ու ցավ եմ ապրում, որ կարող կորցնեմ թեկուզ հեռվից քեզ մոտ լինելու հնարավորությունս։ Ես ավելի լավ գնամ։ Մենք հետո կխոսենք։ Ինչ ասեցի, ինչ արեցի։ Ավելի լավ է չգնամ ետևից։ Մենակ էլ տուն կհասնի մեծ աղջիկա։ Իրան հիմա քայլելն օգտակար է։ Ինձ էլ չէր խանգարի։
Ինչ կարա լինի մարդու հետ, ով իմ աղջկան խաբել է, ստորացրել է, դավաճանել է ու ցավացրել է։ Կարող են համոզիչ մի բան ասեք, որ հետ կանգնեմ ձեզ սատկացնելու իմ որոշումից։ Երկար ու խորը մտածի, թե ինչ ես ասում։ Շատ հնարավոր է, որ համբերությունս հատի, արդեն դրա շեմին եմ։ Հիմա ոնց ես քեզ զգում։ Անհամեմատ ավելի լավ։ Դե պատմի։ Դե տենց առանձնապես պատմելու բան էլ չկա։ Ինչի համար էր Ալիկը քեզ տարել, պահել, ինձ էլ հավախացնում։ Ուզում էր սպաներ։ Ինքը այդ բանը չէր անի, ու ինձ իրան թշնամի չէր սարքի։ Կաներ, հաստատ կաներ, առանց աչքը թարթելու։ Եթե իհարկե այդ պահին իրան զանգ չգար։ Ես ես գործը սենց չեմ թողնի։ Ավելի լավ ամեն ինչ թողնենք նենց ոնց կա։ Իմ կարծիքով ճիշտ կլինի այդ ընտանիքից աստիճանաբար հեռանալ։ Դու ջահել ես, Վլադ, շատ բաների մատերի արանքով ես նայում։ Ու չես հասկանում, որ այդ ընտանիքից էլ պրծում չկա։ Բայց ես իրանց կուլ չեմ գնա։ Ոնց եմ հոգնել ես այս ամեն ինչից չես պատկերացնում։ Ուզում եմ գնամ ստեղից։ Արի գնանք ստեղից, էլի, արի գնանք ուրիշ երկիր։ Այդ ասում ես կյանքս փրկելու համար։ Նաեւ ես չեմ ուզում, որ դու դրանց անընդհատ կուլ գնաս։ Ես մենակ չեմ։ Իմ մեջ կին ուժեղ մարդիկ են կանգնած։ Ու հետո ասես, որ երկու աղբեր ինչ ուզես կարան անեն։ Այդ որտեղ է գրված։ Պապ, խնդրում եմ շատ զգուշ եղի դրանցից։ Տես ինչ արեցին իմ հետ։ Ինչա որոշեցի իրանց աղջկա հետ ամուսնանալ։ Դու հետ իմ խաթր արեցիր։ Ինչ էր ասում Ալիկը։ Ուզում էր որ էլի վերադառնաս աղջկա մոտ։ Չէ, ես անգամ տենց բան չասեց։ Ու ես հասկացա, որ եթե հանկարծ ու հանկարծ ես նման ցանկություն ունենայի, ինքը չէր թողնի։ Չէր թողնի, որ միանայի աղջկա հետ։ Կարմեն, Վլադիկը ազատության մեջ է։ Ասում էի, չէ՞։ Ասում էի, չէ՞ պապան ա տարել իրան։ Վլադիկը դեռ երևի թանկարժեք վազա էր, կամ բաժնետոմսերի փաթեթ, որ պապան գողանար։ Սաբրաժեշ։ Դու սուս մնա, հա։ Ու ընդհանրապես, սրանից հետո ոչ մեկը Վլադիկից չվիրավորի։ Քիչ կամաց։ Ես ինչ խաբարասաղովի հավաքվել եք ես փոքր սենյակում, սկի օդ չկա շնչելու։ Վայ, այստեղ են ամեն ինչ նկատում է։ Ուրեմն դուրս արի, որ չխեղդվես։ Մի քիչ շատ չի լեզուդ երկար է։ Լսի, իմ աղջկա լեզուն այնքան է, ինչքան պետք է։ Ասեմ ավելին, մենք բոլորս կխոսենք այնքան, ինչքան մենք կուզենք, իսկ այդ դու դրա իրավունքը չունես։ Էդ ինչի որ մամա ջան։ Չգիտես ինչի։ Մի րոպե, հա։ Ես գնամ, դուք ինչքան ուզում եք խոսեք, այս անիմաստ խոսակցություններով ականջս չծանրաբեռնեմ։ Ականջներս ավելի ճիշտ։ Պող, մոլադեց Կարմենսիտա։ Ինչ ա եղել։ Կարմենսիտա, մենք պետք է խոսենք։ Մամա, ես խոսալուց ավելի կարևոր գործերն եմ։ Լսի աղջիկ ջան, ես քեզ խորհուրդ չէի տա, հոպարի հետ են հիմարի պատճառով իմ հետ վատամարդ դառնալ։ Ուրեմն հիմա լսի դու, բրատիշկա։ Դու քո ամեն ինչով կերազեիր իմ սիրելիի նման տղա լինել։ Սենց կոպիտ սխալը կարա քեզ կյանք արժենա։ Ուշադիր եղի քույրիկ ջան։ Ուրեմն պատրաստվի,
Հոգեպես, ֆիզիկապես, չգիտեմ էլ ոնց, Ժանոյին որպես փեսա տեսնել։ Ես իմ ուզածին հասնելու եմ։ Աղջիկ ջան, էդ ուր ես գնում։ Մամա, գնում եմ Վլադիս հետ խոսամ, խոսալու բան ունեմ։ Չէ, պետք չի որ դու գնաս։ Կամ էլ արի միասին գնամ։ Մամա, ինչ ես ասում, ես իմ տուն եմ գնում, թող։ Գնում եմ մարդուս հետ ապրեմ, ասում եմ ես էլ եմ գալիս, ուր ես գալիս։ Մամա, այ մամա, գիտես ես աղջիկդ ինչ ասում։ Հորս արի ասում ուզում է Ժանոյի հետ ամուսնանա։ Դու պատկերացնում ես ես դրան ինչ կարեմ դրեմ, որ կասման եմ մամա։ Հորս նրան իր ցանկությունը օգնում կմնա, էլի կշվել է։ Կբացատրես դրան։ Այդ ինչ որ մեկը ինձ զեկուցեց, որ դու էլ ներս մտար։ Իսկ ով կարող էր ինձ ներս չթողնել։ Ես։ Ես արդեն ներսում եմ, դե փորձիր ինձ դուքս հանել։ Եվ չես ուզում, հա, որ գորեդրացիական հարաբերություններ կառուցենք։ Ում հետ։ Քեզ հետ։ Ուզում էի, բայց բոյիցդ երկար գործ բռնեցիր։ Այդ ո՞րն է։ Այդ էնա, որ սկսեցիր ինձ հակառակ քայլել։ Ինչի՞։ Որ ցանկությունը չեն իրականացնում ու քեզ դեմ են քայլում։ Այդ որ Ադամի հետ միավորվել ես։ Գիտես դա փրկություն, հա։ Ես ավելորդ ուժերի կարիք չունեմ։ Ինքս էլ տեղով ուժ եմ։ Բայց ոչ ինձ համար։ Հա, դե դու ծանր հրետանի ես համարվում։ Դուք, դու ու Ադամը, այն օրը որ ինձ կանչել էիք, ու իրար ներկայությունից ոգևորված մեծ փրթում էիք, այդ ձեր փրթածը կերաք։ Ես մենակ ասել եմ, որ չունեմ քեզ գործող բիզնես տալու։ Ունես, պարզապես չգիտես։ Դու ինձ ոչ մի կերպ հասկանալ չես ուզում, որը քո օգտին չի ծառայում։ Ես էլ գլուխ չեմ ցավացնի քեզ հետ։ Իմ անունից մարդիկ կգան ու կանեն այն, ինչ պետք է։ Եթե փորձես խանգարել, ամեն ինչ հակառակ քեզ կշրջվի։ Գոնե դու մի լավ լուրասա։ Նորմալ ասել եմ։ Արդեն գնում եմ հանդիպման այդ մարդկանց հետ։ Ինձ բոլոր քո քայլերի մասին տեղակ ես պահում, որ ոչ մի բան կոնտրոլից դուրս չգա։ Արիստե չխոտ կա։ Անտիմտի ես ինչ այստեղ։ Ինչ ես ուզում ինձանից։ Քիչ էիր փողփոքել այդ փչացած։ Քիչ էիր ստացել ուզածիցդ, հա։ Դա խեղդում ես, ցավում է։ Հարցերից պատասխանի որ չխեղդվես։ Խոստացածս փողից պակաս էի տվել, արա։ Ինձ ստիպեցին։ Ով ստիպեց աղջի։ Զենքը դրել էին գլխիդ, ասում էին խոսա, Արամիկի անունն էլ հիշատակի ու ճիշտ ասա, հա։ Ինչքան կարացա մեր սուտն առաջ տարա։ Հիմա սենց ես ասում, որ կաշի չքերթեմ աղջի, հա։ Իրանք վկա ունեին, վկա էին գտել ակումբից։ Արա ինչ վկա, արա ով ա եղել։ Դու չգիտես, որ այդ կլուբում ես աստված եմ, ես նիշտո կփշրեմ, արա։ Խոսա, հետո վա դու խարա իմ դեմ քայլանի։ Միկին, ինքը ակումբի աշխատողներից էր, դուրս եկավ իմ ու Ժանոյի դեմ, ինքն է ասել, որ… Քո քթերից էլ եմ բերելու, այ էդ գործ տվողին էլ եմ գտնելու,
ու դրա քթերից էլ եմ բերելու։ Ես չէի ուզում քեզ վատություն անեի։ Էլի չես արել։ Հաշվենք դու ինձ վատություն չես արել։ Դե դավայ, փողերը անի։ Չկան։ Ես դրանք ծախսել եմ։ Այդ չեղավ։ Դու ստիպում ես, որ ես քեզ վատություն անեմ, պատժեմ։ Ինչի վրա եք ժպտում։ Շատերը կուզեին քեզ տեսնել, շատերը կուզեին քո առաջ գլուխ խոնարհել։ Ինչի համար։ Տեսնելով, թե դու ոնց ես խոսում ինձ հետ ու ինչ համարձակությամբ։ Երևի շատերն են, հա, ձեզնից վախենում, դուք էլ դրանից ձեզ լավ եք զգում։ Ես ինձ լավ եմ զգում, երբ մարդիկ հարգում են ինձ։ Բայց շատ փող ունեցող մարդկանց չեն հարգում, իրանցից ուղղակի վախենում են։ Ես շատ փող չունեմ։ Չունեք, բայց թանկ մեքենաներով եք պտտվում ու հարուստ մարդկանց հետ եք ընկերություն անում։ Լեզուդ երկար է, բայց խելացի ես մտածում։ Խելոք լինելով էլ չեմ հասկանում, ինչ եք ուզում մեզնից ու ինչի եք անդադ մեր տուն գալիս։ Ուզում եմ մամայիդ տեսնել։ Մամաս տանը չի, ինձ ասեք, մամայիցս ինչ եք ուզում։ Այ որ մամայիդ տեսնեմ, անպայման շնորհակալություն կհայտնեմ։ Ինչի համար։ Դե որ իրան տեսնեմ անպայման կասեմ։ Դուք իմ մորը չեք տեսնի ու ինձ անպայման կասեք, թե ինչի եք ուզում իրան շնորհակալություն հայտնել։ Երևում է մամայիդ լավ խանդում ես։ Ինչի համար եք ուզում տեսնել մորս։ Ոնց որ տեղ էիր գնում։ Գնա Չուշանաս։ Ես կհանդիպեմ են ձեր կապտաչի ընկերոջը ու կասեմ, որ ձեզ մեզնից հեռու պահի։ Ինչ ես անում ստեղ։ Ոնց թե ինչ եմ անում։ Եկել եմ Վլադիկիս մոտ սենյակում, ա։ Կյանքս, սերս, ոնց էի կարոտել։ Մի հատ հանգստացի հլը, ով է քեզ տեղ ուղարկել, պապատ։ Կյանքս, պապան հո քեզ չի վնասել, հոշա չի տանջել քեզ։ Պապայի տարածը մեր հարաբերությունների վերջաբանն էր։ Մնում է վերջակետը դնենք, կգնանք ԶԱԳՍ ու վերջ։ Դե լավ, հերիքա հոգուս այդ խաղաս գժուկ։ Մի հատ հանգստացի, հա։ Հա բա ասում ես բաժանվենք, ոնց կարան երկու սիրող սիրտ իրարից բաժանվեն։ Ես քեզ չեմ սիրում։ Գիտեմ կյանքս, գիտեմ, թե դու ինձ ոնց չես սիրում։ Ինձ ուրիշ բան ես ասում, են Ադանային լրիվ ուրիշ բաներ ես ասում։ Ինչ ես ասում։ Ես գնացել էի Ադանայի մոտ կյանքս։ Ինքը ասաց, որ դու իրան սեր չես խոստովանել, որովհետև ինձ ես սիրում։ Դու Ադանայի տուն։ Ես գնացել էի իրենց տուն կյանքս։ Բատիկը չէր գիտես։ Ո՞վ է քեզ ընդեղ տարել։ Հա բայց խիստ ջղայնանում։ Ոչ մի վատ բան տեղի չի ունեցել, ես իրան չեմ սպանել։ Ինչ եք խոսել, ինչ ա քեզ ասել։ Դե կյանքս, որ չգիտեր, որ ամուսնացած ես, իրան թույլ ա տվել մի երկու բառ հետդ խոսել։ Բայց ասաց, որ դու մենակ ինձ ես սիրում։ Վլադ, մի րոպե, հա, եթե քեզ համար դժվար է ինձ հետ խոսելը, սեր խոստովանելը, ոչինչ, ես քո աչքերի մեջ նայելով կհասկանամ, որ դու ինձ սիրում ես։ Սա գիժ է։ Իսկ ես քեզ կսպանեմ, Ադանես, սրանց սուտ հույսեր տալու համար։ Նո բաց թող։ Ինչ եղավ քեզ գիժս։ Եթե Վլադի հետ հաշիվներ ունես, իմացի վերևնա, կնոջ հետ։ Բարև, Ադամ։ Ահա, վերցրու։ Վերցրու ես թղթերը ու ասա որտեղ դնեմ ստորագրությունս։ Դու ես սրանց տերը։ Ինչպես նաև դու իմ տերն ես, Ադամ։ Ես չեմ կարողանում ապրել առանց քեզ։
Էդ երբ հասկացար, որ ես քո տերն եմ։ Այն ժամանակ, երբ որ իմացար, որ չես կարող տնօրինել այս ամեն ինչը։ Երբ հասկացա, որ սիրում եմ քեզ։ Հա, իմ ու Վլադի մեջ կապ եղել է։ Բայց այդ եղել է մինչև քեզ ճանաչել է, մինչև քեզ սիրել է։ Որովհետև ես քեզ չեմ ճանաչել։ Իսկ երբ արդեն ճանաչեցի, հասկացա, որ քեզ սիրում եմ։ Վլադի հանդեպ իմ ունեցած ընդամենը կիրք ա եղել։ Իսկ քեզ իսկապես սիրում եմ, Ադամ։ Գիտեմ հիմա կհարցնես, հետ ոնց եղավ, որ նոր հասկացար ու կպատասխանեմ։ Հա, մարդկային բնազդը այդպիսին է։ Երբ կորցնում ես ունեցածդ արժեքը, նոր ես հասկանում, որ սիրել ես։ Վերցրու ես թվացյալ փողեր, դրանք ինձ պետք չէ։ Ադամ, ես մեր հին օրերն եմ ուզում, մեր անհոգ օրերը, հիշում ես։ Գիտես, քեզպես տղամարդ գրեթե չես կարող գտնել այս օրերին։ Ես քեզ սիրում եմ ու ուզում եմ, որ մենք միասին լինենք։ Իսկ ինչ եղել է Վլադի հետ, դա եղել է անցյալում, հասկացիր։ Ու դու առանց ամաչելու նայում ես աչքիրս ու այս ամեն ինչ ասում։ Հա, ճշմարտությունից չես փախչի։ Մանավանդ եթե դու գիտես, ինչի պիտի թաքցնեմ քեզնից, որ Վլադի հետ կապ եմ ունեցել։ Բայց ես նորից եմ կրկնում, դա եղել է մինչև մեր միությունը։ Ու շարունակվել է տանս մեջ, քթիս տակ։ Ու քո կարծիքով ես անբարոյ եմ ու նման բան թույլ կտամ, հա? Բա քո տղան իրեն ոնց կարող էր նման բան թույլ տալ քո քթի տակ։ Դուք են արարածներն եք, որ ամեն ինչ կարող եք անել տղամարդկանց գլխին։ Ադամ, եթե ես մեղավոր չլինեի, հավատա այսքան չէի նվաստանա։ Ու նորից եմ կրկնում։ Այո, մենք կապ ունեցել ենք, բայց մինչև մեր միությունը։ Դու չես կարող գնաս։ Ես եկել եմ տուն ու դու պարտավոր ես մնալ իմ կողքին։ Այ հիմա հաստատ կմնամ։ Բայց դու ինչ աներեսն ես։ Դու ինձնից էլ աներես ես, Մարթա։ Բարև ձեզ։ Ոյ, ինչ համեստ ենք մենք։ Ամեն ինչ նորմալ է, պապ։ Հա, նորմալ է տղես։ Ես ուր ես գնում։ Ուզում եմ շնչել։ Բայց մենակ կարելի է, չէ՞։ Չէ, դու մենակ ինձ հետ պիտի շնչես։ Իսկապես Վլադը շատ մեղ կա։ Դե լավ, ես գնամ։ Մարթա։ Ես հոգնած եմ շատ։ Գիտեմ կյանքս, գիտեմ, որ հոգնած կլինես։ Պապատ ինձ ահավոր հոգնացրել է։ Գիտեմ, սերս, դրա համար եմ ասում, Մարի, ներս գնանք, ես ամեն ինչ կանեմ, որ դու քեզ լավ զգաս։ Կարաս ինձ չհետևես։ Լավ, այդ դեպքում ես քեզ տանը կսպասեմ։ Դու միշտ ինձանից առաջ ես եղել ապեր։ Ամեն հարցում։ Դա ինձ չի ուրախացնում։ Գիտեմ։ Միշտ ասել ես, որ ուզում ես իմ հաջողությունները ուրախանաս։ Հա, ու ոչ միայն ես, նաև ծնողներս։ Չարդարացրի։ Հա, բայց կարող էիր։ Կարող էի ձեզ ամոթով չթողնել։ Ինչի չապրեցիր։ Ինձ թվում է ես հիմա էլ ապրում եմ։ Ես դա նկատի չունեմ։ Ասում եմ, ինչի չապրեցիր ճիշտ։ Դու ճիշտ ես։ Ես չեմ ապրել։ Երևի չեմ էլ ապրում, որ միջև հիմա մի կայուն բան չունեմ։ Ոչ երեխեքս են կայուն, ոչ ընտանիքս։
Ոչ էլ առարել եւս ես։ Երանի են հին տարիները հետ գային։ Երանի։ Բայց էլ հետ չեն գա։ Ու շատ բան էլ փոխել չենք կարող։ Արամիկն ես անգամ պիտի պատասխան տա։ Ոնց ասես ապեր։ Թող տա։ Այդպես իր համար լավ կլինի։ Եթե կարծում ես, որ ճիշտ է դա, թող այդպես լինի։ Ես Ժանոյին ասել եմ արդեն, ինչ ուզում է թող անի։ Բայց ինչի Ժանոյին, ապեր։ Արամիկին դու պատժի, ոչ Ժանոն։ Ապեր, մի կոտրի տեղոց ցավը տան։ Քո տեղուն կյանքն արդեն կոտրել է Ալիկ։ Իսկ Ժանոն կյանքի տղա է։ Թող Ժանոն էլ որոշի, ոնց պիտի պատժի Արամիկին։ Չի ապեր, այդ մեկը թույլ չեմ տա։ Ուշա։